Թանկագիններս ուզում եմ, որ հաստատես քո մեջ, որ դու հաղթող ես։ Բայց, մի հատ բայց կա, մի հատ եթե կա, մի հատ եթե։ Աստվածաշնչում այդ եթեն այնքան շատ է ասվում, այնքան շատ է կրկվում, եթե հավատաս, ամեն բան հնարավոր է հավատացողին։ Նորից եմ կրկնում, եթե հավատաս, ամեն բան հնարավոր է հավատացողին։ Ամեն բան, ասա ամեն բան հնարավոր է հավատացողին։ Ես մի հատ վկայություն եմ հիմա ուզում անեմ։ Մեր Մարտունի եկեղեցու երեք մենք գնացինք Հայկեստուն, աղոթեցինք մեր Մարտունի եկեղեցու ովն էր Խաչիկյան, Հակոբյան Խաչիկը եւ Հովսեփին էլ գիտեք, Մանուկյան Հովսեփը ու Խաչիկը մի վկայություն արավ։ Իրանք շենք չունեին Մարտունի եկեղեցին, դա փոքր սեփական շենք չունի ու գիտես, ասում եմ, ես մի օր Տիրոջից հայտնություն ստացա, որ ես պետքա ցանեմ եկեղեցիներին, ինքը ամեն ամիս 10,000 դրամ ուղարկում էր մեր եկեղեցի։ Ասում եմ, ես որոշում կայացրի, որ ամեն եկեղեցուն ամսական գումար ուղարկեմ, ովքեր որ շինարարության մեջ են։ Ու գիտեք ինչա կատարվեց թանկագիններս։ Չգիտեմ ինչքան ժամանակ հետո, մի տարի թե 2 տարի հետո, հայտնվում է Ռուսաստան ապրող մի հավատացյալ ու իրանը այնքան գումարա օրտում, որ իրան կարանան Մարտունու մեջ տուն առնել։ Մարտունու մեջ տունը ինչքան ասավ 35,000 դոլար։ Մի անգամից օրտնում են իրանը։ Գիտեք, եթե դու հավատում ես, Աստծո խոսքի համեմատ քայլ ես անում, քայլ, Աստված շարժվում է։ Ամեն թանկագիններս։ Եթե դու ուզում ես տուն ունենաս, տուն չունեցողին օրտնա քո չեղած տեղից, ասում է, գիտեք, 10,000 դրամ է փոքր եկեղեցու համար, դա մեծ գումար է։ Ասում է, որ այդ չկա, թե 10-ն էլ չլինի, այդ էլ եմ տալու։ Ու գիտեք, այսօր իրանք սեփական շենք ունեն։ Ճիշտ է, գործեր կովրեն, բայց իրանց տարածք ունեն 10-12 սոտի տարածքը Մարտունու մեջ էդի ահագին մեծ գումար է թանկագիններս։ Իրաստայանք են կա, տարածք կա։ Եկեք ծափարենք Տիրոջ։ Հալելույա։ Հիմա թանկագիններս բոլորով մարդ են, եթե նրա մոտ ստացվի, քո մոտ էլ կստացվի, ուղղակի պետքա ցանկ անել ու փոխվել։ Հասկանում եք թանկագիններս։ Հիմա մի հետաքրքիր բան, որ ուզում եմ ասեմ։ Ես աղվակների հետ եմ խոսում, մեր եղբայրների հետ եմ խոսում։ Գիտեք, սիրելիներ, հավատքի գինը մենք չգիտենք հավատքի գինը ինչքան է։ Օրինակ ասենք մենք գիտենք, որ մեր տուն Երևանում առնելու համար մոտավորապես 70-80 դոլար գումար է պետք։ Չգիտեմ, մոտավոր թիվ եմ ասում։ Չէ, տունը Երևանում այդքան արժի։ Բայց ես քեզ ասեմ, քո ներսի հավատքը անգին է։ Այս աշխարհում ինչքան հարստություն որ կա, ես չգիտեմ դա ինչ թիվ է կազմում, քո ներսի հավատքից ավելի հեժան է։ Ով է հասկանում ինչի մասին եմ խոսում։ Չգիտեմ, հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Քո ներսի հավատքը, որովհետև թանկագինս քո ներսի հավատքը քեզի հավիտենական կյանք է տալիս։ Որովհետև քո ներսի հավատքը քեզի ուրախություն է տալիս, երջանկություն է տալիս։ Երկար տարիների կյանք է, քո սրտի ուզածը քեզի է տալիս։ Դրա համար թանկագինը սատանան հարձակվում է քո ներսի հավատի վրա։ Բայց մենք որտեղից ենք հավատք ձեռք բերում։ Ստեից։ Գիտեք, թանկագիններս Հեսուի գրքի առաջի հենց գլխում ինչ ասում, թող քո բերանը, թող քո հայացքը չկտրվի այս օրենքի գրքից։ Գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես։ Եվ սա հավատք է տալիս քեզի։ Եվ ասում եմ, այս ժամանակ դու օրտնված կլինես, հաղթանակներ կունենաս, այս կունենաս, այն կունենաս։
Ամեն թանկագինես, ես քեզի մի բան ասեմ, դու ուզում ես ինչ գեղարվեստական գրականություն ուզում ես վերցնես կորթաս, դու չես քնի։ Հենց Աստվածաշունչը վերցրեցի ձեռքդ քունը տանելու է։ Որովհետև սատանայի զորքը չի թողնելու, որ դու Աստվածաշունչը կարդաս։ Որովհետև ըտեից է գալում քո օրհնությունները։ Ըտեից է գալում քո փրկությունը, քո բժշկությունը, քո հավատքը, քո զորությունը, քո իշխանությունը, ամեն բան թանկագիններս ըտեղից է գալիս։ Թանկագիններս առաքյալները մեր նման մարդիկ են ելել։ Բայց իրանք այնքան են իրանց հավատքի վրա հավատք ավելացրել, հավատքի վրա ժուշկալություն, ժուշկալության վրա հնազանդություն, հնազանդության վրա համբերություն, այնքան են իրանք դա ավելացրել, որ իրանց միջոցով հրաշքներ է կատարվել։ Հիվանդի թաշկինակ, Պողոսի թաշկինակը տարած դրած հիվանդի վրա այդ հիվանդը բժշկվեր է։ Ես ասեմ թանկագինս նույն բանը կարա քո հետ կատարվի, նույն բանը կարա քո թաշկինակը վերցնեն, տանեն, դնեն հիվանդի վրա, հիվանդը բժշկվի, բայց թանկագինս ստե հավատ է պետք։ Հավատք է պետք ստե սիրելիս, իսկ հավատք ունենալու համար դու գին պետք է վճարես, դու պետք է հասկանաս հավատքի արժեքը, որ կա քո սրտում։ Ասում է ով որ այս սարին ասի ելիր եւ ծով նետիր ու իր սրտի մեջ, չի ասում մտքի մեջ թանկագինս, ասում է սրտի մեջ, հավատքը սրտից է բխում։ Հավատքը մտքից չի բխում, այսօր ում որ հարցնես կասա ես հավատում եմ, դա մտքից է, դա հավատք չէ։ Հավատքը սրտից է թանկագինս, եթե քո սրտի մեջ չի երկմտես, սարին ասես ելիր եւ ծովը ընկնի, նա կհնազանդվի քո խոսքին։ Երեք անգամ ասում է ով որ ասի Խոսքին գիտեք թանկագինես, եթե քո սրտից խոսք է դուրս գալիս, մտքից չէ, սրտից խոսք է դուրս գալիս, որի մեջ չկա երկմտություն, չի կարա բնությունը քեզ ենթարկվի։ Չի կարա հիվանդությունը քեզ ենթարկվի, չի կարա դևը քեզ ենթարկվի։ Գիտեք թանկագինները սատանայի վախը ինչումն է, որ հավատացյալները բնական ոլորտից չանցնեն գերբնական ոլորտ։ Սա է թանկագինները սատանայի վախը, դրա համար սատանային ձեռտալում է, որ գազ ժողով է թաստում, սովորական բնական կյանք, ասում է թողան նստեն էթան, թողան լսեն էթան, թողան հավաքույթի ժամանակ քնեն էթան, լավ է, շատ լավ է, բայց գիտեք թանկագինները սատանային ձեռքի տալիս, երբ որ հավատացյալները որոշում են կայացնում բնական կյանքից մտնեն գերբնական կյանք, որտև դա ինքը էլ չի կարա դիմանա։ Ամեն թանկագիններս, Աստված իր հոգին չափով չի տվել։ Եվ վայ մեզի, որ այդ հոգին մենք ունենալով, այդ հզոր զենքը մենք ունենալով գործի չդնենք։ Վայ մեզի թանկագիններս։ Դրա համար սիրելիս Աստվածապաշտությունը դա գինա, որ պետք է վճարես, դա զրկանքներ է, որ դու պետք է կրես, դա քո մարմնին դու պետք է կարողանաս ճնշես։ Գիտեք ճնշել ինչ է, նեղացնել, դու պետք է կարողանաս քո մարմին նեղացնես ու զրկես։ Սա է Աստվածապաշտությունը։ Այսօր մենք սիրելիներ ուզում ենք ծոմապահության մասին խոսանք։ Հիշեք թանկագիններ, եթե քո կյանքում չկա ծոմապահություն, դու պարտություններ ես ունենալու։ Քո սերունդը, քո երեխեքը պարտություններ են ունենալու։ Մի բան ասեմ սիրելիս, եթե քո երեխեքը լավ կրթություն են ստացել, լավ պաշտոնի են, լավ ընտանիք ունեն, բայց Հիսուսին չունեն, իրանք ոչինչ չունեն։ Ոչինչ։ Բայց եթե մարդը ոչ մի կրթություն չի ստացել, ոչ մի պաշտոն չունի, ոչինչ չունի, բայց Հիսուսին ունի, ինքը ամեն բան կգտնի։ Ամեն թանկագիներս։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ սիրելիներս բացենք Գործք առաքելոց 10-րդ գլուխ 2-րդ խոսքը ուզում եմ կարդանք։ Այսօր ծոմապահություն, ծոմի զորությունը, այսև եմ ես վերնագրել այսօրվա թեման, ծոմի զորությունը,
Կորնելիոսի մասին աստե ասում։ Թանկագիներս, ինչ են ես ուզում այսօր անենք։ Ուզում եմ, որ դու ծոմին հավատաս ուղակի։ Ու ծոմը դառնա քո կյանքի մի մասնիկը։ Շաբաթվա մեջը պետք է մենք մի օր ամենակիչը։ Ամենակիչը մի օր մենք պետք է ծոմ ունենանք։ Ամեն։ Ամենակիչը։ Հիմա սիրելիներս, 10-ի առաջինը, 10-րդ գլուխ գործկառաքելոց, առաջի խոսքից ուզում եմ կարդանք։ Կեսարիայի մեջ մի մարդ կար, Կորնելիոս անունով, հարուրապետ, իտալացի կոչված գնդից, բարեպաշտ ու աստվածավախ իր բոլոր տնով, որ ժողովրդին շատ ողորմություններ էր տալիս եւ ամեն ժամանակ Աստծուն աղոթք էր անում։ Ըստ ծոմի մասին չի գրում։ Ինքը ծոմելա ունեցել, հեսա մենք կնայենք։ Եվ ուզում եմ կարդանք 30-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում, ասում է Կորնելիոսն էլ ասավ. 4 օր առաջ մինչև ժամը ծոմ կպահեի եւ ժամը 9-ին տանս մեջ աղոթք կանեի։ Եվ ահա փայլուն հանդերձներով մի մարդ կանգնեցավ առջևս։ Տեսեք, թանկագնես, ասում է աղոթք կանեի եւ ծոմ կպահեի։ Եվ ասում է հրեշ փայլուն հանդերձներով մեկը եկավ կանգնավ կողքս։ Սիրելիս, եթե դու աղոթք ես անում եւ գումարում ես ծոմը, երկինքը շարժվում է քո խնդիրների վրա։ Ծոմապահությունը սիրելի զորություն է տալիս քո աղոթքին։ Երբ որ Կորնելիոսը ավելացրեց ծոմը աղոթքին, երևաց էր էշտակը եւ փրկության ճամփան ցույց տվեց։ Եթե մեր կյանքում կա մի անհաղթահարելի ժայռ, ծոմը քեզ ավելի կբարձրացնի այդ ժայռից։ Այսինքն դու հաղթություն կստանաս այդ խնդրի վրա, ավելի ուժեղ կդարձնա քեզի այդ խնդրից։ Ամեն թանկագիններս։ Հիմա սիրելիներս, ասում է, ահա փայլուն հանդերձներով մի մարդ կանգնեցավ առջևս եւ ասավ, էսի Կորնելիոսը Պետրոսին է պատմում։ Կորնելիոս, ու ասում է այդ ռեշտակը, Կորնելիոս, քո աղոթքդ լսվեց։ Գիտեք, երբ որ ասում է քո աղոթքդ լսվեց, նշանակում է շատ աղոթքներ չի լսվում ընդհանրապես։ Որովհետև մարդիկ չարաչար են խնդրում, անհավատությունից են խնդրում, մեղ կա իրանց կյանքում, աղոթում են, ասում են, ու պատասխան չկա, եւ ասում է, եւ թանկագինես ասում են, ինչի համար իմ աղոթքը այսքան ժամանակ աղոթում եմ չի պատասխանվում։ Միգուցե դու պետք է ծոմ վերցնես։ Շարունակությունը հետևյալն է թանկագիններս։ Ասում է Կորնելիոս, քո աղոթքդ լսվեցավ եւ քո ողորմություններդ Աստծո առջև հիշվեցին։ Ուստի մարդ ուղարկիր Հոպե, կանչեց Սիմոնը, որ Պետրոս էլ կասվի։ Նա ծովի մոտը Սիմոն անունով կաշի բանողի մը տան մեջ է, էսի Պետրոսի հասցեն հրեշտակը տալիս է Կորնելիոսին։ Տան մեջ իբրև հյուր կկենա, երգա քեզ պիտի խոսի։ Ուստի անմիջապես մարդ ղրկեցի, դուն էլ լավ արիցիր, որ եկար, եւ հիմա մենք ամենքս Աստծո առջև կեցել ենք լսելու այն բաները, որոնք Աստծուց հրամայված են քեզ։ Ու Պետրոս բերանը բացում է Հիսուսի մասին է պատմում։ Ու Կորնելիոսը իր ազգտակով Հիսուս Քրիստոսին ընդունում է ու փրկվում է։ Թանկագինս Կորնելիոսը գիտեք ինչի կարիք ուներ, ոչ մի բանի կարիք չուներ, Հիսուսի կարիք ուներ ինքը։ Աստված լսեց Կորնելիոսի աղոթքը, երբ որ ծոմ էր պահում եւ իր հրեշտակին ուղարկեց։ Հետո Պետրոսին ուղարկեց։ Հետո Պետրոսը Հիսուսի մասին պատմեց, ու իրանք ապաշխարեցին ու մկրտվեցին։ Մի անգամից ապաշխարեցին ու մկրտվեցին։ Մի անգամից, մի օրվա մեջ ուղ տարեցին Տիրոջ առաջ։ Էլ ինչի մարենք ապրում ասեցին, որ քեզի պետք է չպաշտենք Տեր Հիսուս։ Ու մի անգամից մկրտվեցին։
Այսա հավատք է թանկագինս։ Հիմա սիրելիս, Կորնելիոսը իմ քո նման մարդ էր, չէ՞։ Եթե Կորնելիոսի աղոթքը լսվեց, իմ քո աղոթքն էլ կլսվի։ Ամեն։ Դրա համար թանկագիններս մենք պետք է ծոմ պահելը դարձնենք հաց ուտելու նման մի բան։ Ես ուզում եմ ժողովուրդ ջան, որ մենք որոշում կայացնենք։ Որոշում, որ շաբաթվա մեջ ամենակիչը մի անգամ մենք ծոմ պետք է ունենանք։ Գալիս եք ձեր որոշում կայացնենք։ Շաբաթվա մեջը մի օր ծոմ։ Ամեն։ Չհաղթահարվող խնդիրները ծոմով հաղթահարվում են թանկագիններս։ Հիմա ուզում եմ բացենք Եսթերի գիրք։ Եսթեր։ Եսթեր 4-րդ գլուխ եկեք բացենք։ Չորրորդ գլուխ առաջինից երրորդ խոսքերն եմ ուզում կարդալ։ Ուզում եմ մի փոքր նախաբան տամ, ժողովուրդ ջան։ Մենք պատերազմի միջով անցանք, հիշում եք։ Հիշում եք ինչ օրեր էր։ Սարսափելի օրեր էր, չէ՞։ Ասում են գքան էսա կգրավեն, կմտնեն եւ այլ։ Այդ նույն բանը թանկագիններս կատարվավ, այդ ձև մի բան կատարվավ Եսթերի օրով։ Գիտեք ինչ էր կատարվում։ Դա Պարսից Կիվրոս թագավորի օրոք էր եւ թագավորը ուներ մի օգնական, որի անունը Haman էր։ Համանը ատում էր հրյա ժողովրդին։ Գիտեք ինչի համար, որովհետեւ ինքը երբ որ անցնում էր, սաղ ծնկի էին գալու իր առաջ ու երկրպագում էին իրան, բացի մեկ մարդուց, որի անունը մուրք էր, մուրքն էլ հրյա էր։ Գիտեք մուրքն ինչի մարդ չէր խոնարհվում իր առաջ։ Որովհետև Աստված ասել էր մենակ իմ առաջ կխոնարհվեք։ Մենակ ինձ կերկրպագեք։ Ինքը ատում էր հրյաներին։ Եվ գիտեք ինքը այնպես դասավորեց, կարողացավ ինքը կազմակերպել, որ մի օրենք մշակվի ու այդ օրենքը հաստատվավ թագավորի կողմից, որն էր օրենքը, որ հրյա ժողովրդին սպանել, բնաջինջ անել։ Այսինքն հրյա ժողովուրդը բնաջինջ լինելու շեմին էր։ Այդ օրենքը կնքվեր էր թագավորի կնիքով ու այդ օրենքը հանկարծ փակցվեց սաղ պատերին, հրյաները կարդացին ու սկսեցին քուրձակնել։ Ուզում եմ այստեղ արդեն 4-րդ գլխի առաջի խոսքից կարդալ, ասում է երբ մուրդքը բոլոր եղածները իմացավ, իր հանդերձները պատռեց քուրձակավ եւ մոխիր ցանեց իր վրա ու քաղաքի հրապարակը ելնելով մեծ ու ողբալի ձայնով աղաղակեց։ Եվ գիտեք հիմա մի բան ասեմ։ Ինչ էր քուրձը։ Քուրձը ասեմ ձեզի խոզի կաշվից կարած հագուստ էր, որ հագնում էր մարդը, այդ մազերը մարմնի կողմից էր, կամ չգիտեմ, որևիցի անասունի կաշվից, երբ որ մարդը հագնում էր, այդ անասունի մազերը ծակծկում էին իրան ու ինքը անդադար տանջանքի մեջ էր։ Ինքը քուրձ հագավ, մոխիրը ցանեց գլխին ու նստավ մոխիրի վրա ու սկսեց ինչ անել սքալ, որտեղ իր ժողովուրդը արդեն կործանվում էր։ Հիմա ստե ուզում եմ շարունակությունը կարդանք։ Երրորդ խոսք ասում է բոլոր գավառների մեջ, ուր որ թագավորին հրամանն ու հրովարտակը կհաստատվեր, հրյաները մեջ սուգ կանեին, ծոմ կպահեին, կլային, կողբային, շատերը քուրձի եւ մոխիրի մեջ կպարկեին։
Ինչ է ծոմը թանկագիններ։ Ծոմը դա սուք է։ Մի բան եմ ուզում ասեմ։ Եթե քո ամուսինը փրկված չէ, նորմալ է որ դու սուք չես պահում։ Հա? Չլսվա մեջը։ Նորմալ չէ։ Հիմա հարց եմ տալում Ժորժ ջան, կաստ է մարդ որի ամուսինը չփրկված է։ Կա, չէ՞։ Սուք պահում եք, քույրեր ջան։ Չէ։ Մեկն ասում չէ, մեկը ասում է հա։ Էլի կան մարդիկ չէ, որոնց ամուսինները փրկված չեն։ Կան, գիտեմ, ձեռ չեք բարձրացնում։ Հիշում եք, բայց ձեռ չեք բարձրացնում։ Ում ամուսինները փրկված չեն, դուք ձեռ բարձրացնեն։ Բայց փրկված չէ։ Ես մի բան ասեմ, թանկագինս, եթե քո ամուսինը փրկված չէ ու դու սուք չես անում, դու աննորմալ իրավիճակի մեջ ես։ Գիտեք, երանիների մեջ ինչա գրված, ասում է երանի սքավորների, քանի որ նրանք պիտի մխիթարվեն։ Գիտեք, սքավորը երբ է մխիթարվում, երբ որ իր աղոթքի պատասխանը ստանում է։ Տեսեք, Հայկը ինչ էր ասում ստեից։ Պատկերացրա դու լսում ես մի հատ պոստա գրավ է, որտեղ որ քո երեխեն է։ Այդ պոստը գրաված, ինչ է կատարվում քո մեջ։ Դա անբացատրելի զգացողություն է։ Ես մի հատ բան ասեմ, դες հիշում եք պատերազմի ժամանակ, որ մեկ էլ մի հատ եղանակ էր, եթում ու սենց մահացածների անունազգաններն հիշնում էր։ Գիտեք այդ ժամանակ ով որ զինվոր ուներ էդի կարդալուց ինչ էր զգում, ասում էր բա որ իմ տղի անունը Տերնի։ Էդի սարսափելի է։ Ու գիտեք եղբայրը երբ որ աղոթք է անում Սուրբ Հոգին իրանը մխիթարում է, ու հենց մխիթարությունից հետո ինքը զանգ է ստանում։ Թանկագինս, եթե քո մեջ սուք կա, դու մխիթարություն կունենաս, բայց եթե ծոմ ու աղոթք ես վերցում, ինչ է նշանակում թանկագինները սուք։ Ինչ է նշանակում սուք։ Սուքը դա նույն ծոմն է։ Աստված քեզի միայն չի կանչել, որ դու միայն սենց երջանիկ, Աստված նաև քեզի կանչել է, որպեսզի դու սուք անես։ Ում համար, քո չփրկված ընտանիքի անդամների համար, քո երեխեքի համար, քո ամուսնու համար, կանանց համար, ովքեր որ տղամարդիկ են, որ սուք անես։ Ինչ է սուքը սիրելիս։ Սուքը դա հենց ծոմն է։ Դու չես կարող սուք, գիտեք, իրականում սուք անող մարդը չկարում հացել ուտա, ես ձեզի ասեմ, իր հացուտերն է չի գալում, ուրախանալը չի գալում, հագնելը չի գալում, տնից դուրս գալը չի գալում, ոչ մի կետ չուզում շփվի, ամեն, սա ծոմ է թանկագին, իրական ծոմը սա է սիրելիներս, ամեն ժողովուրդ ջան, Երբ որ թանկագինս քո հարազատը չի ապաշխարում ու դու սուք չունես, դու աննորմալ կյանքով ես ապրում։ Ձեզանից է պահանջելու։ Ամեն թանկագիններս։ Եվ ուզում եմ սիրելիներս կարդամ 16-րդ խոսքը Եսթերի, Եսթեր 4 գլուխ 16-րդ խոսք։ Երբ որ այս լուրը հասնում է Եսթերին, Եսթերը Մուրդեի եղբոր աղջիկն էր եւ ինքը այդ թագավորի կանանցից մեկն էր, այն ժամանակ բազմականություն էր, դու գիտեք, եւ ասում է, տեսեք ինչ ասում, Եսթերը ասավ Մուրդեին, ասպես պատասխան տանեն, գնա Շուշան քաղաքի մեջ բոլոր հրյաներին հավաքի, Շուշանը էդի մայրաքաղաքն էր, ինչքան ես գիտեմ, հրյաներին հավաքիր ու ինձի համար ծոմ պահեք, գիշեր և ցերեկ, 3 օր մի ուտեք ու մի խմեք, ոչ գիշերը ուտեն, ոչ էլ ցերեկը ուտեն, 3 օր մի ուտեք և մի խմեք, նույնպես էլ ես իմ աղախիններովս ծոմ կպահեմ ու այնպես թագավորի առջև կելնեմ, թեպետ օրենքին դեմ է, եթե մեռնելու է թող մեռնեմ,
Գիտեք, սանկագնես, ինչ օրենք էր։ Օրենքի մասին է խոսում, չէ՞։ Ինչ օրենք է խոսում։ Ինչ օրենքի մասին է խոսքը։ Ով որ առանց թագավորի կանչելու մտնում է թագավորի պալատը, դա օրենքի խախտում էր։ Այդպես մարդուն սպանում էին։ Նորից եմ ասում օրենքը։ Եթե թագավորը ինչ որ մեկին չէր կանչե իր մոտ, առանց թագավորի կանչելու, եթե ինչ որ մեկը էթում էր թագավորի մոտ, իրանը սպանում էին, մի անգամից։ Այսինքն դուս ա գալում, որ ոչ ոք չէր կարողանա իր կամքով մտնել թագավորի մոտ։ Բայց մի հատ ողորմություն կար։ Երբ որ ինչ որ մեկը մտնում էր թագավորի մոտ ու թագավորը իր գավազանը պարզում էին, չէին սպանում էլ այդ մարդուն։ Այսինքն սիրելներ, Եստերը էթում էր մահվան։ Գիտեք ինչ համար, ասում էր, եթե պետք է իմ ազգը մեռնի, ես ապրում եմ ինչ անեմ։ Ստեյք, ժողովուրդ ջան։ Հետաքրքիր պատմություն է։ Եվ թանկագիններս, Եստերը մտնում է թագավորի մոտ։ Ու իրավիճակը թագավորին չի ասում։ Ասում է, ես քեզի ու Haմանին ուզում եմ հրավիրեմ ճաշի։ Հիմա ուզում եմ ստեմենք կարդանք։ Ուղղակի չեմ ուզում կարդանք, ես կպատմեմ։ Ուղղակի պատմեմ, հա։ Ասենց ավելի հետաքրքիր է, չէ՞։ Գիտեք, երբ որ ինքը մտնում է թագավորի մոտ, ասում է ուզում եմ քեզի ու Haմանին հրավիրեմ ճաշի, թագավորը համաձայնում է, բայց ընդ աղոթք է եթում, գիտեք։ Առաջ օրը կանչում ճաշի, ոչ մի բան չի ասում, որտեղ Աստված իրանը ոչ մի բան չի ասում, որ ասա։ Ռիսկի է եթում։ Երկրորդ օրն է կանչում ճաշի։ Երբ որ նախքան երկրորդ օրը ճաշի եթալը, գիտեք ինչ է կատարվում, թագավորի քունը փախնում է։ Պարկում ու չի կարող քնի։ Երբ որ թագավորի քունը փախնում է, զարթնում է, ասում է, մի հատ այդ հիշատակների գիրքը բերեք, էլի բերեք մի հատ կարդացեք, ինչի ես չեմ քնում։ Բերում են, կարդում են, հենց այնտեղն են կարդում, որ մի օր երկու հոգի ուզում են թագավորին սպանեն, հրյա մուրդքեն, չի թողում։ Ասում է, որ մուրդքեն էսենց իմ կյանքը փրկել, ինչ արվե մուրդքեի համար։ Ասում են, ոչ մի բան չի արվե։ Ասում են, բա ուրեմն պետք է պատվել մուրդքեին։ Ասում են, ելեք տեսեք հայաթը ով է կանգնած, հլմեն տենում են Haմանն է հայաթը կանգնած։ Ասում են Haմանին ասեք թող գա։ Haմանն էթումներս Haմանին հարց է տալում թագավորը։ Ասում է, եթե թագավորը ուզում է մի հոգու պատվի, ինչպես պետք է պատվի։ Hamանը իր մեջ մտածում, ասում է, ես իմ մասին է խոսքը։ Թող նստցնեն ամենալավ ձիու վրա թագավորական, ամբողջ Շուշան քաղաքի մեջ ֆրացնեն ու բոլոր ժողովուրդը ծափարեն իրան ու երկրպագեն։ Ասում է, դե գեթաս ձինը կբերես, դու այդ ձյան սանձիս կբռնես, մուրդքեին կնստնես վրեն, սաղ քաղաքի մեջ կֆրացնեն ու կսկսես իրանը ծափարել։ Գիտեք ինչ է կատարվում, Աստված շարժվում է։ Երբ որ ծոմ կա թանկագինս, Աստված շարժվում է։ Երբ որ ծոմ չկա քո կյանքում, քո կյանքը միապաղաղ կլինի, ոչ մի հաղթանակներ չի լինի, ընդհակառակը սատանան քո եղածը կգողանա։ Դու էստեղ եք թանկագիններ։ Դու իմիմ ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք ծոմի կարևորությունը։ Եթե դու ծով վերցնես, քո ընտանիքը ձեռդ բռնած մի օր կգա եկեղեցի, ոչ թե քեզի կարգելա։ Ամեն թանկագիններս։ Ու գիտեք ինչ է կատարվում դրանից հետո Համանը շատ տխուր թողում է իր տունը, իր ընտանիքին պատմում, ընտանիքն սկսում են մուրդքեից վախենալ։ Երկրորդ օրը էթում են ճաշի։ Արդեն Աստված սկսե գործ անել ընդե։ Արդեն Համանը սկսում է վախենալ։ Գիտեք Եստերն ինչ ասում թագավորին։ Ասում է իմ ազգս մեռնելը վտանգի առաջ է։ Իմ ազգս պետք է մեռնի։
Ասում ես քո մոտ չէի գա, եթե իմ ազգս ստրկության հետ էր, բայց իմ ազգս բոլոր ազգս պետք է մեռնի։ Ասում ով է հանե այդ օրենքը։ Ասում է Համանը։ Իրեքով նստած են, պատկերացնում եք այգու մեջ սուրճ են խմում, ասենք մեր լեզվով ասեն։ Թագավորը բարկանում այդ ընթացքում ու առանձնանում, այդ բարկությանը առանձնանում է թում, այս Համանը, այդ բազմոցի, որ նստած է եստերը, այդում նստում, այդ բազմոցի եստերին ասենց մոտիկ նստում, ուզում համոզա, որ էլ չխոսա էլի ինքը հանկարծ իր համար վատ չլինի, այդ պայն հետ է վերադառնում թագավոր, ասում ես չհասցա, ուզում ես իմ կնոջը բռնաբարես։ Ու գիտեք ինչ ալնում, ասում այդ ժամանակ այդ բաները թիկնապահներն են ժամանակվա, մի անգամից Համանի երեսը ծածկեցին շարով, տարան, ու գիտեք Haմանին ինչ ձև են սպանում, Համանը, որ մի հատ մեծ կախախան է սարքը մուրդքեի համար, այ իրանը կախում են այդ կախախանից։ Հիմա տեսակ ծոմը ինչ արեց ժողովուրդ ջան, 3 օրվա 4 ծոմ, մի ազգ փրկվավ, ով որ որոշել էր, որ այդ ազգին ոչնչացնի, ինքը մահացավ խայտարակ մահով, 1 օրվա մեջ, 2 օրվա մեջ, թանկագինես մի բան եմ հորդորում ձեզի, հիմի դու ոմանք ստեղ, ոմանք ապրում են միջին կյանք, ոմանք շատ հարուստ կյանքով, եթե դու ուզում ես քո եղածը չտանա սատանան, ծոմի և աղոթքի կյանքով ապրի, այն ինչ որ կուտակեր ես, այն ինչ որ ունես, եթե չես ուզում սատանան 1 օրվա մեջ տանա, ծոմ ու աղոթքի մեջ եղի։ Ով է հասկանում ինչի մասին է խոսքը ժողովուրդ ջան։ Որոշում կայացնում ենք, որ շաբաթվա մեջը 1 օր ծոմ վերցնենք։ Իսկ վերջնական է այդ որոշումը։ Հիմի մասնակի կվերցես, ջրով վերցես, թե չոր կվերցես, բայց վերցա։ Ամեն։ Աստված քեզի կասա ինչի համար աղոթես։ Ուրեմն տեսեք թանկագինես, ուզում եմ մի հատ sense ամփոփենք այս պատմությունը։ Առաջինը կար խնդիր, ազգը պետքա ոչնչանար։ Երկրորդը ծոմը եկավ, եթե կա խնդիր ծոմ պետքա վերցնել, սուկ քուրցակներ եւ աղոթքամ ասում քուրցակեք, բայց ձեզի, չգիտեմ, աղոթքի մեջ մտցրեք, ժողովրդից կդրվեք, մի շփվեք։ Երրորդը, Եստերը իր անձը զոհաբերեց, կա խնդիր, դու պետք է ծոմի մեջ ու աղոթքի մեջ մտնես, հետո պետք է որոշում կայացնես քո անձդ նվիրել Աստծուն։ Զոհաբերեց իր անձը, ճիշտ է Եստերը։ Չորրորդը, Աստված իրան ռազմավարություն տվեց, ինքը կանչեց թագավորին ու Haմանին ընթրիքի, դա ռազմավարություն էր։ Հինգերորդը, Աստված սկսեց գործել, թագավորը քնավ ու պարկավ ու չկարծավ քներ։ Ու 6-րդը ինչ կատարվավ, թանկագիններս, հրաշք կատարվավ, ամեն, Աստված սկսեց գործել։ Ու այն մարդը, ով որ ուզում էր, այսինքն սատանան պարտվավ, այս ձև ասել, լավ թանկագիններս։ Մի բան, որ ուզում եմ ուղղակի հորդորեմ, սա օրենք չէ։ Երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում ժողովուրդ ջան, աշխատեք ծոմով գաք։ Սա օրենք չէ։ Բայց ես հորդորում եմ, որ հաղորդությանը ծոմով գաք։ Լավ։ Դա հրաշալի է, մենք նախորոք հայտարարում ենք, ջան։ Լավ, անցնենք առաջ թանկագիններս, անցնենք առաջ։ Ուզում եմ մի երկու տեղ էլ կնայենք ու կվերջացնենք։ Ուզում եմ բացենք Հովնանի մարգարեություն։ Հովնան, այս են Հովնանն է, որ կետի փորի մեջ մնաց։ Հովնան, մարգարեություն 3-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 10-րդ խոսքը ուզում եմ կարդամ։ Եթե կբացեք, մի հատ նշան արեք, որ ես կարդամ։
Ես հորդորում եմ, որ ամեն գալուց ձեր աստվածաշնչերով գաք։ Չգիտեմ, ինչ որ չուզենամ համաձայնվեմ այդ հեռախոսային տարբերակին, որովհետև, չգիտեմ, աստվածաշունչը մեկ ուրիշ։ Լավ, ուզում եմ կարդամ 3-րդ գլուխ առաջի խոսքից։ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ Հովնանին եղավ ասելով. «Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա»։ Այսինքն Աստված որոշել էր Նինվեին ոչնչացնել ու Հովնանին ուղարկում էր։ Հովնանը Նինվեի ողորմությունները, ասենց ասեմ։ Եվ դուր նրանց այն պատգամը, որ ես քեզ կհայտնեմ։ Այսինքն Հովնանը ուներ առաջադրանք կամ հանձնարարություն Աստծո կողմից։ Հիմա հարց եմ տալում ձեզ, մենք ունենք առաջադրանք կամ հանձնարարություն Աստծո կողմից։ Եվ որն է, ասեմ ձեզ, ավետարանը քարոզել մեր գյուղերին ու քաղաքին։ Սա Տիրոջ հանձնարարությունն է։ Մենք նույնիսկ սրա մասին խորը կխոսանք։ Հիմա թանկագիններս Նինվեն խիստ մեծ քաղաք էր 3 օրվա ճամփու տարածությամբ։ Հովնանը քաղաքը մտավ եւ 1 օրվա ճամփա պատտելով կքարոզեր եւ կասեր դեռ ինչ էր քարոզում Հովնանը, ուշադիր լսեք։ Դեռ 40 օր կա, որ Նինվեն պիտի կործանվի։ Քարոզում էր, Ժորժ ջան, եթե չապաշխարեք 40 օրից հետո Աստված որ Սոդոմն ու Գոմորը կործանեց, նս Նինվեն կործանելու է։ Գիտեք հրաշքը որն է, որ Նինվեն հավատաց Հովնանի քարոզին։ Սա է մեծ հրաշքը։ Հիմա տեսեք շարունակությունը ինչ ասում։ Նինվեացիները Աստծուն հավատալով ինչ արեցին։ Ծոմ քարոզեցին, համ հավատացին, համ էլ սկսեցին մեկը մյուսին քարոզել։ Ծոմապահություն քարոզեցին եւ մեծից մինչեւ պստիկը քուրձ հագան։ Մեծից մինչեւ պստիկը։ Քուրձը իմացանք ինչն էր։ Մի հատ կոստյում էր, որ հագնում էր ու տանջանքը սկսվում էր։ Լավ, անցնենք առաջ։ Ու տեսեք, թանկագիններս, նինվեացիները հավատալով Աստծուն ծոմապահություն քարոզեցին։ Մեծից մինչև պստիկը քուրձ հագան, այսինքն ծերից մինչև մանուկը քուրձ հագան ու սկսեցին աղոթել։ Հետո գիտեք մենք ինչ ենք կարդում, անգամ անասուններին թագավորը տվեց ծոմապահություն։ Անասուններին թագավորը չթողեց, որ ջուր տան ու կերակուր տան։ Լսեք հիմա, այսի իրական ապաշխարություն էր։ Լսի, եթե քո տանդ մեջ մի հատ խնդիր ալու մեծից մինչև պստիկը, պետք է քուրձ ու մոխիր հագնեն ու ծոմ պահեն, որ հարց լուծվի։ Ամեն։ Ուզում եմ շարունակությունը կարդանք։ Այս խոսքը Նինվեի թագավորին ասավ։ Այնպես ավետարանը քարոզվավ սաղ Նինվեի մեջ, որ մինչև թագավորին ասավ։ Հենչի Աստծուց վախեցան ու հավատացին։ Այս խոսքը Նինվեի թագավորին հասավ, նա իր աթոռից ելավ ու վրայից պատմուճանը հանեց։ Առաջինը աթոռից ելավ, ճիշտ է։ Պատմուճանը հանեց երկրորդ։ Երրորդը պատմուճանից տեղ քուրձ հագավ, չորրորդը մոխիրի վրա նստավ։ Եվ Նինվեի մեջ մուտենիկ կանչել տվավ, մուտենիկը այդ լուր տարածողն է։ Ու թագավորը ու իր մեծամեծները հրամանովը պատվիրեց ասելով. մարդ, անասուն, աչար, ոչխար, թող բան չուտեն, չարացեն, ջուր չխմեն եւ մարդիկ ու անասունները քուրձ թող հագնեն ու բոլոր ուժով Աստծուն թող աղաղակեն։ Էսի թագավորի հրամաններ։ Ասեք բոլոր ուժով։ Երբ որ մենք ծոմ ենք պահում ու բոլոր ուժով Տիրոջը չենք աղաղակում, նորմալ չէ։ Էդի ծոմ չէ լավ։ Ամեն թանկագիններս, բոլոր ուժով ասում են թող Աստծուն աղաղակե։ Ամեն մարդ իր չար ճամփայից է ու իր ձեռքերի մեջ եղած անիրավությունից թող դառնա։ Այ քե ապաշխարություն։ Այսի ապաշխարություն է Ժողովուրդ ջան, այսի ծոմապահություն է։ Իրական ծոմապահությունը գիտեք ի՞նչն է, երբ որ մարդ իր անձը խոնարհեցնում է։
Ով գիտի թերևս Աստված դառնա ու գտա ու իր սաստիկ բարկությունը իջեցնե ու չկորցվի։ Տեսակ Աստծո վախը ինչ արավ ժողովուրդ ջան։ Աստված նրանց գործերը տեսավ, ամենակարևոր բանը, Աստված տեսավ նինվիացիների ծոմը։ Ու իր չար ճամփան, որի իրենց չար ճամփաներից դարձան, ուստի Աստված գտած ու այս չարիքը, որ նրանց վրա պիտի բերեր, չբերեց։ Այսինքն ժողովուրդ ջան, ծոմի պատճառով մի ասք, մի քաղաք կներեք, մի քաղաք փրկվավ։ Հիմա ինչ անենք, մեր քաղաքի համար ծոմ չվերցենք, չավետարանենք, տեսեք, ինչ կատարվավ, Հովնանը ավետարանեց, ում որ Հովնանը ավետարանել էր իրանքել ավետարանեցին, ովքեր որ լսել էին իրանքել ավետարանեցին, մինչև ուր հասավ, թագավորին հասավ։ Թագավորն հրաման տվեց օրենքով, անասուններն էլ մինչև չարացացեցին, ջուր չխմեցին։ Եվ Աստված այս ամեն ինչը տեսավ ու ողորմած նինվիացիներին։ Էսի ժողովուրդ ջան, մեր համար գիտեք ինչա, ազդակա, որ մենք այս նույն ձևի պետք է ապրենք, ծոմ վերցենք, ավետարանը քարոզենք ու ովքեր որ լսում են իրացնել պատվիրենք, ինչ լսացիր, գնա նրանց էլ ասա։ Մենք ինչ պետք է քարոզենք ժողովրդին, թանկագիններս, որ Քրիստոսին ընդունեք, առանց Քրիստոսի մեռակ դժոխք եք եթալու։ Նույն բանն է։ Ես մի բան եմ ասում ժողովուրդ ջան, այն մարդկանց, որոնց ավետարանը քարոզում եմ, ով գիտի վաղը իր հետ ինչ է կատարվել, ասում են մեզ ժամ էլ էս չգիտենք ինչ կլինի։ Մեզ ժամ հետո մարդը չգիտի իրան ինչ է սպասվում։ Դրա համար թանկագիններս, ովքեր որ մի փոքր իմաստություն ունեն, իրանք պետք է Հիսուս Քրիստոսին ընդունեն Տեր ու Փրկիչ, որպես իրանց անունը գրվի կյանքի գրքում։ Ինչ անենք, մենք չավետարանենք։ Վայ մեզի, որ չավետարանենք, ասում է Պողոս առաքյալը թանկագիններս։ Վայ մեզի։ Ամեն ժողովուրդ ջան։ Ինչ եղավ սիրելներ, առաջինը Տիրոջ խոսքը եկավ, Աստվածաշունչը մենք ունենք, հետո Հովնանը հնազանդվեց, կատարեց առաջադրանքը Աստծո, երրորդը հավատացին խոսքին, նինվիացիները, չորրորդը ապաշխարեցին քուրձով ու ծոմով ու կառավարություններ ապաշխարեց ու Աստծո պատասխանը եկավ Աստված ողորմած, ամեն թանկագիններ, նորմալ չէ սիրելներ, եթե մենք չավետարանենք։ Ծոմը ինչ է անում, ուժեղացնում է քո աղոթքը։ Ծոմ պահող մարդը ամբողջ սրտով կենտրոնանում է Աստծո վրա։ Ամեն։ Քո աղոթքը եւ ծոմը գիտես ինչ է անում, զորացնում է հրեշտակներին։ Եթե դու չես աղոթում, հրեշտակները չեն կարողանում քեզ պաշտպանել։ Եթե դու աղոթում ես, հրեշտակները զորանում են ու քեզի պաշտպանում են։ Հիմա գիտեք, մի հատ sense կարող է քո մոտ հարց առաջանա, ինչի որ չաղոթեմ հրեշտակը չկարա պաշտպանա։ Ես ասեմ քեզի, չէ։ Չի կարա պաշտպանա, ինքը թուլանում է, երբ որ դու չես աղոթում։ Հիմա դու կասես, երբ որ ես աղոթում եմ, ինչ ինքնար զորանում է։ Այո։ Երբ որ դու աղոթում ես, հրեշտակը զորանում է։ Երբ որ դու չես աղոթում, հրեշտակը թուլանում է։ Ու դևին չի կարում հաղթահարի։ Մենք գիտենք Դանիելի մարգարեությունից 10-րդ գլխից։ Դրա համար թանկագին ես, աղոթքից ծոմ ավելացրա։ Հիմա հաջորդ հարցն եմ ուզում տամ, մեզ ժամ կարում եք աղոթեք օրվա մեջ է։ Մեզ ժամ։ Կա մեզ ժամ աղոթող։ Պոխա ժամելը, պոխա փորձի համար, պոխա եղինքը։ Ալելույա։ Փառք Հիսուսին, թանկագիններս, ալելույա։ Եվ ամենավերջի տեղը կարդամ ու վերջացնենք Եսայի 58:5 թանկագիններս։ Եսայի մարգարեություն, այսօր ինչ-որ շատ երկարավ, հա։ Եսայի 58:5 Գիտեք, ծոմ կա, որ Աստված չի ընդունում։
Ասում եմ մենք ինչու ծոմ պահեցիք եւ դու չտեսար։ Էդի ժողովուրդն են ասում Աստծուն։ 58-ի 3-րդ խոսքը։ Մենք ինչու ծոմ պահեցինք ու դու չլսեցիր կամ չտեսար։ Մեր անձերը չարչարեցինք ու դու չիմացար։ Ահա ձեր ծոմապահության օրը ձեր բաղձանքը կկատարեք այդ դրա համար։ Եվ ձեր բոլոր պահանջները խստությամբ կպահանջեք, այսինքն ծոմ էին պահում իրանց մարմնի ցանկությունների համար բաներ էին ուզում։ Ահա կռվի ու վեճի չարության բռունցքով զարնելու համար ծոմ կպահեք, որ ձեր ձայները բարձրերը լսել տակ։ Իմ ընդունած ծոմապահությունը 5-րդ խոսքը։ Եվ մարդը իր անձու խոնարհեցնելու օրը այսպես կլինի։ Իր գլուխը կենի նույնպես ծռելով, իր տակ քուրձ ու մոխիր տարածելով կլինի։ Սա ծոմապահության եւ Տիրոջը ընդունելի օր պիտի անվանես։ Իմ ընդունած ծոմապահությունս անիրավության կապերը քանդել, այսինքն մեղքերից ապաշխարելն է, 1։ Լույսի կապերը քանդելը, էլի մեղքերից ապաշխարելը։ Հարստահարություն կրելը, ազատ թողելը։ Գիտեք հարստահարություն կրելը ինչն է։ Երբ որ մարդիկ ստրուկներ ունեին իրաց տանը, ազատ արձակելն էր ծոմապահությունը։ Հարստահարություն կրողը գիտեք ինչն է, որ ամենավերջի աղքատը։ Շարունակությունը, ամեն լույս կտրելը, այսինքն եթե ինքը քո ստրուկն է, բաց թողես, դա է Աստծո ուզած ծոմը։ Հացդ անոթին բաժնելը, սա է Աստծո ընդունած ծոմը։ Թափառականին տնանքները տունդ ընդունելը։ Եթե մեկը տուն չունի, ընդունես պահես։ Մերկին հագցնելն է ծոմը, ու մարմինը անտեսելն է։ Այն ժամանակ քո լույսդ առավոտի պես պիտի ծագի։ Այդ ժամանակ ասում նոր կընդունեմ ու պատասխանը կտամ։ Բժշկությունը շուտով կհայտնվի։ Այսինքն եթե հիվանդ ես, կբժշկվես։ Քո արդարությունը քո արջևից պիտի գնա։ Եվ Տիրոջ փառքը քո ետևից պիտի պաշտպանի։ Պաշտպանված կլնես եւ օրհնված կլնես։ Արդարությունը ասում է քո արջևից կգնա։ 9-րդ խոսքը։ Այն ժամանակ պիտի կանչես Տերը պիտի պատասխանի, այսինքն կաղոթես Տերը պատասխան կտա։ Պիտի աղաղակես եւ նա պիտի ասի. ահա ես։ Ամեն։ Եթե քո միջից այդ լույսը մատով ցուցնելը եւ չար խոսքերը վերցնես։ Եթե անոթին հոժարությամբ կերակրես եւ կարոտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լույսդ խավարի մեջ պիտի ծագի։ Քո խավարը կեսօրվա պես պիտի լինի։ Տերը միշտ քեզի առաջնորդություն պիտի անե։ Քո հոգիդ երաշտության ժամանակ պիտի կշտացնի, այսինքն սովի ժամանակ դու կուշտ կլինես։ Ոսկորներդ պիտի զորացնե։ Այսինքն առողջ կլինես։ Դու ջրարփի պարտեզի պես, աղբյուրի պես պիտի լինես, որի ջրերը չի պակասում։ Քեզանից ծնածները, այսինքն արդեն սերունդի մասին է խոսում, քեզանից ծնածները հին ավերակները պիտի շինեն։ Պատկերացնում ես ինչ սերունդ ես ունենալու։ Քեզանից ծնվածները հին ավերակները պիտի շինեն, այսինքն սատանան ինչ որ ավիրեր է, քո սերունդը, սատանան ինչ որ գողացեր է, հետ է բերելու։ Նախկին դարերի ու հիմերը պիտի վերականգնես, դու փլացները նորոգող ու բնակության համար ճամփաները շտկող պիտի կոչվես։ Փառք Հիսուսին։ Եկեք ծափարենք Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եկեք ոտքի կանգնենք, թանկագիններս։ Ժողովուրդ ջան, ծոմը մի զենք է դիվային աշխարհի դեմ։ Ծոմը մի զենք է դիվային աշխարհի դեմ։ Ամեն։ Հալելույա։ Եվ այդ զենքը, եթե մենք չգործածենք, մենք հիմար մարդիկ կլինենք։ Հիմար, թանկագիններ։ Եկեք թանկագիններս, խելքներս մեր գլուխ հավաքենք ու ճիշտ ապրենք Տիրոջ առաջ։ Ամեն։
Ես ինչի համար քարոզեցի թանկագիններս այս թեմայով, որ մենք գիտակցենք իրական ծոմի զորությունը, ծոմի ուժը, ծոմի կարևորությունը, թե ծոմը ինչ կարող է, ծոմերը թանկագիններս կարող է սարեր շուռ տա։ Ծոմը թանկագիններս կարող է սարեր շուռ տա։ Հալելույա։ Դրա համար դու իրավունք չունես պարտվելու թանկագինես։ Ով կպարտվի դու իրավունք չունես։ Ասում է քո աջ կողմից 1000 հոգի ու ձախ կողմից 10,000 հոգի կընկնեն, բայց քեզի ոչինչ պիտի չլինի, վնաս պիտի չլինի։ Ասում թշնամու նետերը կգան, բայց քեզի չեն կպնի։ Գիտես ինչի համար, որովհետև քո կյանքում կա ծոմ եւ աղոթք։ Դու Տիրոջ կամքը կատարող մարդ ես։ Ամեն թանկագիներս։ Տերը առատապես օրհնի բոլորին։ Եկեք աղոթենք։